Այսօր ժամը 12-ի սահմաններում ամառային ճամբարից Կարին գյուղ ուղևորվող ավտոբուսը, որտեղ 18 մարդ է եղել, հիմնականում երեխաներ, վթարի է ենթարկվել։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա եւ 6 մեծահասակ։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները եւ դուրս են գրվել։ Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա։ Հողային աշխատանքների իրականացման ժամանակ այլ կազմակերպության կողմից վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նորկյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիջ, Նահապետավան, Սարալանջ, Բեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Գազպրոմը Արմենիայից փոխանցում են, որ գազամատակարարումը կվերականգնվի վթարաբերականգնողական աշխատանքների ավարտից հետո։ Ադրբեջանը օկուպացրած Արցախում շարունակում է Սպիտակ Եղեռնը։ Այս անգամ ադրբեջանցի վայրագները Աստղաշեն գյուղում ոչնչացրել են արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից հայտնում են, որ համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության 2024-ի ապրիլի 19-ից 2025-ի հուլիսի 15 ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգը ոչնչացրել է արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին։ Ի դեպ, նույն ժամանակահատվածում Բաքվի բարբարոսները ոչնչացրել են նաև հայրենական մեծ պատերազմում զոհված 1970-ականներին կանգնեցված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Պրակտիկանտները կկարողանան վարձատրվել, իսկ նրանց ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության, այլև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում։ Նախագիծը խորհրդարանի քննարկման է ներկայացրել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը։ Նրա խոսքով նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրային ծառայության գրավչությունը։ Երևանում իրավապահները ձերբակալել են 31-ամյա տղամարդու Ուռնեցու փողոցում թմրամիջոց տեղադրելու պահին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 36 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը ավելի քան 42 գրամ է եղել, իսկ տղամարդու փոխանցման փաթեթներում մեթամֆետամին է եղել։ Նա նաև հայտնել է, որ 3 փաթեթ արդեն տեղադրել է ու նույն թմրամիջոցով փաթեթներ ունի նաև տանը, որտեղից 15 գրամ մեթամֆետամինը նույնպես հայտնաբերել եւ առգրավել են։ Արմավիր քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք դրոն։ Զննության արդյունքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքը, ձկնորսական լարով կախված արգելագոտու հիմնական պատից։ Շարունակելով ձկնորսական լարի հետքով տեղանքի զննությունը, ծառայողները հիմնարկի տեղամասերից մեկի զբոսահրապարակի տանիքից էլ հայտնաբերել են լարին ամրացված սև կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ փաթեթ, որում առկա է եղել բջջային 2 հեռախոս։ Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։